Տիկին Վարդանյան հիդրոմետը հայտնում է, որ առաջիկա օրերին Հայաստանում, ինչպես նաև Երևանում օդի աղտոտվածության մակարդակը կբարձրանա։ Հիմա էլ որ մեր շուրջն ենք նայում, Մառախուղի ամպը կարծես պատել է քաղաքը։ Օդի աղտոտվածության մի շարք պատճառներ է նշվում։ Դուք ինչ դիտարկումներ ունեք, որոնք են ըստ ձեզ պատճառները։ Պատճառները բազմազան են եւ նրանք չեն փոփոխվում եւ մենք չենք տեսնում ինչ որ գործողություններ քաղաքային իշխանության կողմից, որ այս ամենը մեղմվի։ Առաջին անգամը չի, որ Մառախուղ կա Երևանում այս սեզոնին, այս եղանակային պայմանները, ջերմաստիճանային ինվերսիան, օդի կանգը, սա շատ բնորոշ է Երևան քաղաքին, այսինքն քաղաքային իշխանությունը պետք է հասկանա եւ հաշվի առնի բոլոր այն առանձնահատկությունները, որոնք Երևան քաղաքը ունի։ Եվ հասկանալով այս բեռը, որ քաղաքի վրա եւ առողջության համար այս հսկայական ռիսկերը, որոնք որ ստեղծվում են, տարեց տարի այն գործողությունները, որոնք որ պետք է կատարվեն, չեն կատարվում։ Եվ ոչինչ չի փոխվել, այսինքն Երևանցին միշտ այս խնդիրների ներքո ապրում է։ Ավտոտրանսպորտի հնամաշություն, տրանսպորտի ռեֆորմի ոչ համապատասխան ձև, տրանսպորտային կուտակումներ, խցանումներ, շինարարության ոչ կանոնակարգված գործընթացներ, օդի պաշտպանության մասին օրենքի որևիցե դրույթի կատարման բացակայություն, ծառահատումներ զանգվածային, որոնք իրենցից էկոցիդ են ներկայացնում, որովհետև փողոցի երկայնքով ուրեմն վերացնել օդափոխության միջանցքները, դա սովորական այգում 10 ծառ հատել չի։ Սա քաղաքի բնաէկոլոգիական կմախքի քայքայումն է, այսինքն մենք ոչնչացնում ենք, կոտրում ենք ողնաշար եւ սրա փոխարեն տասնամյակներ ոչինչ չի լինելու, որովհետև ծառերը միանգամից չեն աճում, դրա համար պետք է ժամանակ։ Եվ դա նման է այնպիսի մի բանի, որ թշնամին վերացնի քաղաքում 50-ից բարձր բոլոր մարդկանց եւ հետո ասի, որ մենք հիմա ձեզ թողել ենք 7 տարեկան երեխաներ եւ իրանք արտակարգ ժառանգականություն ունեն եւ ամեն ինչը լինելու է շատ ավելի լավ, որ բերեմ բնության մեջ ամեն ինչը կրկնվող է։ Այսինքն ես չեմ տեսնում գործողություններ, լանջերի կանաչապատում, այ դա էր առաջնահերթ գործողությունը քաղաքային իշխանության կողմից, որովհետեւ կանաչ լանջերը օդի ինքնամաքրման գործընթացներն էին ապահովում, ինչը 90-ական թվականներից ի վեր Երևանում խաթարված է եւ էլի եմ կրկնում, տարեց տարի խնդիրները ավելի են շատանում, բարձրահարկ շենքերը, որոնք խաթարում են օդափոխությունը քաղաքում, ավելի են շատանում, չէ՞ որ նրանք պատնեշներ են հետայսու քաղաքը նորմալ օդափոխություն իրականացնելու համար։ Սա էլ պատճառն է, որ մենք Երևանում ունենք այս պատկերը եւ այս պատկերը գնալով ավելի է ծանրանալու, որովհետեւ գործողությունները միայն դրա մասին են հուշում։ Դուք նշեցիք մի շարք պատճառների մասին, բայց տարբեր փորձագիտական շրջանակներ նշում են, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածության հիմնական պատճառը շինարարական փոշին է։ Արդյոք շինարարական փոշին է օդի որակի վատթարացման պատճառ դիտարկվում։ Ես արդեն ասացի, որ միայն շինարարությունը չի կարող, որովհետև մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին ես խոսեցի։ Այսինքն շինարարությունը եւս ունի իր բաժինը, տրանսպորտը եւս ունի իր բաժինը եւ PM2.5 մասնիկների մասով եթե նայենք, տրանսպորտը ավելի մեծ ներդրում ունի այստեղ, այո, բայց շինարարությունը եւս, որովհետև այդ փոշին չտարբերակված փոշու մակարդակ է, երբ որ մեր շրջակա միջավայրի նախարարության մոնիտորինգային կենտրոնը տալիս է տվյալներ, նա չի տարբերակում, նա ընդհանուր ինչ-որ մի հատ ցուցանիշ է տալի, բայց նրա կազմի մեջ տասնյակ ուրեմն նյութեր կան, որոնք ունեն ծանր ազդեցություն մարդու օրգանիզմի վրա։ Եվ նաև այս սեզոնին սրան միանում է նաև ուրեմն այրման գործընթացները, բայց պետք է հիշել, որ այս ամենի հետ միասին մենք նաև ունենք Նուբարաշենի աղբանոցը, որտեղ մշտապես ծխման գործընթացները իրականանում են եւ պարբերաբար լինում են նաև արդեն հրդեհներ։ Այսինքն այստեղ մի փունջ է հարցերի, բայց չկա բժիշկ մասնագետը, որը այս հարցերը կանոնակարգելու է, առանձին ձևով ինչ-որ գործողություններ անում են, բայց այս գործողությունները չեն բերելու որևիցե արդյունքի, որովհետև այստեղ չկա մասնագիտական ուղղորդում, որը բոլոր ոլորտներում է, ոչ միայն կանաչապատման եւ բնապահպանական հարցերում։ Ինչի եմ հատկապես մատնանշում շինարարական փոշին, քանի որ մասնագիտական շրջանակները այսպես հիմնական ուղղվածությունը շեշտադրումը կատարում են այս կետի վրա։ Ես կարծում եմ ուղղակի դա ավելի տեսանելի է, դրանով է պայմանավորված, որովհետև օրինակ օդի աղտոտվածությունը առհասարակ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիտարկում է որպես եւ անվանում է անտեսանելի կիլեր, այսինքն մենք նրան չենք տեսնում, բայց վնասը մեր առողջությանը ուրեմն մարդասպանին համարժեք ուրեմն
ծանրություն ունի եւ դրա համար ես կարծում եմ որ շեշտը դրվում է շինարարության վրա, բայց աղտոտվածությունը ինքը տարատեսակ է եւ տարաբնույթ է։ Դրա համար պետք է բոլոր տեսակների մասին խոսել, այլ ոչ թե առանձնացնել միայն շինարարությունը։ Տիկին Վարդանյան, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բացատրում է, որ մեկ շենքի կառուցման ամբողջ փոշին հավասար է ընդամենը մեկ բակի տերևների կույտի այրմանը։ Որքանով է հիմնավորված այս պնդումը, արդյոք շինարարական փոշին ավելի նվազ վնասակար է, քան այրվող տերևներից կամ խոտից առաջացած ծուխը։ Գիտեք, դա դպրոցականի մակարդակի բացատրություն է, որովհետև ինչի վրա հիմնվելով է այդպես ասվում, այդ մեկ, եւ երկրորդը, ամբողջ քաղաքից հավաքվում են տերևները, հավաքվում է կանաչ թափոնը, որը առաջանում է ծառերը էտելու ընթացքում, եւ ինչ է անում Երևանի քաղաքապետարանը այդ ամբողջի հետ։ Շատ մեծ հարցեր ունենք։ Քաղաքացիները նկարներ են ուղարկում կൂട്ടակած տեղերից, որտեղ այրման գործընթացներ են տեղի ունենում։ Նախորդ տարի հունիսներ կարծեմ եղավ քաղաքապետարանի հենց տնկարանում մեծ հրդեհ եւ ասացին, որ պատճառը դա ուրեմն ճյուղերն էին, որ այդտեղ կուտակվել էին։ Այսինքն այսքան տարվա մեջ նույնիսկ քաղաքապետարանը սարքեր չի առել, որ այդ կանաչ ուրեմն թափոնը վերածվի կոմպոստի, աղան համապատասխան ձևով, ինչպես արվում են այս գործընթացները զարգացած երկրներում, եւ այդ կանաչ թափոնը հետո օգտագործեն արդեն շրջանաձև տնտեսության մեջ։ Այսինքն քաղաքապետարանը ինքը հայտարարում է, որ մենք ծառերը կտրում ենք, դա տալիս ենք անապահով ընտանիքներին, անապահով ընտանիքների մոտ խրախուսում են կրկին այրումը եւ ավելի են ծանրացնում օդի աղտոտվածության վիճակը։ Այսինքն պետք է վերանայվեն սոցիալական այլ տիպի ծրագրեր արվեն, իսկ ծառերի համար անել ամեն ինչ, որ ծառերը պաշտպանեն, ծառերը խնամեն, այլ ոչ թե հայտարարեն, որ բոլորը միանգամից ուրեմն հիվանդացան, փողոցի երկայնքով ինչքան ծառ ունենք, բոլորը հիվանդ են, բոլորը պետք է կտրել եւ տրամադրել անապահով ընտանիքներին։ Քաղաքապետարանից հաճախ ենք լսում, տարբեր մասնագետներ ասում են, որ փորձագետները, բնապահպանները այսպես չափազանցնում են եւ վախենալու լուրեր են հայտնում Երևանում օդի աղտոտվածության մակարդակի վրա, նշում են, որ ձմռանն է հատկապես վիճակը վատթարանում։ Արդյոք ձմեռային այս եղանակը եւս ազդում է օդի աղտոտվածության մակարդակի վրա։ Այո, Երևանի առանձնահատկություններից ելնելով ամենը ավելի է խորանում, բայց դա չի բացառում այն, որ մնացած սեզոններին մենք խնդիրը չունենք։ Մնացած սեզոններին մշտապես ես էջում արձանագրում եմ եւ նաեւ բնակչությանը տեղեկատվություն եմ տրամադրում, որ մենք ունենք օդի աղտոտվածության խնդիրը եւ նաեւ մենք չէ որ օբյեկտիվ ունենք այս բոլոր հարցերը եւ Նուբարաշենի հետ ոչինչ տաք սեզոնին տեղի չի ունենում եւ շինարարության ծավալը չի փոխվում, ավտոտրանսպորտը, խցանումները, կանաչապատման 5 անգամ ավելի պակաս ապահովվածությունը ընդհանուր օգտագործման տարածքների եւ դա միջև փողոցների հատումները։ Այսինքն այս բոլոր խնդիրները, որ մենք ունենք, քաղաքը շրջապատող եւ քաղաքի ներսում 28-ից ավել բաց ձևով գործող հանքեր, այս բոլոր հարցերը ո՞նց են կանոնակարգված, չկանոնակարգված են եւ ունեն իրենց ներդրումը օդի աղտոտվածության ընդհանուր ցուցանիշի ձևավորման մեջ։ Ավինյանը որպես պատճառ էր նշում ճամբարակի հրդեհները, առհասարակ ուզում եմ նաև այս խնդրին անդրադառնալ, ճամբարակում հիմա նաև Դիլիջանում մեծ մասշտաբի հրդեհներ են, սրանք ձեզ ինչով են պայմանավորված, դեռևս պատկան մարմինները պատճառների մասին չեն նշում, բայց չի բացառվում նաև դիտավորության վարկածը։ Դուք անփութություն եք համարում, թե կա դիտավորված հանգամանք։ Ես ոչինչ բացառել եւ ոչինչ պնդել չեմ կարող, քանի չկա իրավապահ համակարգի կողմից սրան համարժեք գնահատականը, բայց նման ծավալի հրդեհներ, որ միանգամից բռնկումներ լինեն եւ Դիլիջան ազգային պարկում էր եւ այլն, տասնյակ տեղեր մենք հիմա լսում ենք ինչ վիճակ է եւ շատ ցավալի է նաեւ այն փաստը, որ պետությունը շատ մեծ գումարներ ծախսեց էկոպարեկային ծառայություն ստեղծելու համար, որի տնօրենը Երևանի քաղաքապետարանի ուրեմն ավականու անդամ է եւ ցավում եմ, որ մենք փաստորեն որևիցե ձևով չենք կարողանում վերահսկել այն ինչ որ տեղի ունենում մեր քաղաքում եւ հանրապետության ամբողջ տարածքում։ Պատճառը որն է։ Նաև նշվում է, որ այսպես խոտածածկ տարածքներում է եղել, քանի որ այդտեղ խոտի շերտը բարձր է, եղանակը չորային եւս նպաստել է այդ ամենին։
Դուք կարծում եք, որ զուտ դա է պատճառը, թե կա այլ հանգամանք։ Ես չեմ կարող ասել այլ հանգամանք կա թե չէ, բայց ես չեմ բացառում, որ այլ հանգամանք կարող է լինել, որ եղանակը նպաստող է, այո, նպաստող է, որ չորային է, այո, չորային է եւ պետք է հասկանալ, որ կլիմայի փոփոխություններ են տեղի ունենում եւ նաեւ սրանով պայմանավորված նույն Երևանում, երբ որ հատվում են այն ծառատեսակները, որոնք բնակլիմայական պայմանների համար իդեալական են եւ նրանց արմատային համակարգը գրունտային ջրերից շատ հանգիստ օգտվում է եւ նաեւ միկրոկլիմա է ստեղծում, հանել այդ ծառերը եւ նրանց փոխարեն վերել այնպիսի ծառատեսակներ, որոնք ջրի նկատմամբ շատ պահանջկոտ են, խնամքի նկատմամբ շատ պահանջկոտ են եւ այգեպուրակային տարածքների համար նախատեսված բույսեր են, սա նոնսենս է, սա ուղղակի չի կարելի այս ամենին հանդուրժել, լռել եւ ասել, որ ամեն ինչը շատ լավ է եւ ապրեն այն մասնագետները, որոնք այսօր Երևանում, կոնկրետ Երևանում ծառերի փոխարինման ծրագիրը այստեղ է իրականանում, ինչպես նաեւ մարզերում նույնությամբ, նույն ձևով, ձեռագրով շարունակում են, որտեղ մայրաքաղաքը միշտ որպես օրինակելի է անցալվում մարզերի կողմից եւ այնտեղ կրկնողաբար անում են նույն գործողությունները, ինչին գիտական աշխարհը կատեգորիկ դեմ է եւ ես միջազգային ամենաբարձր փորձագիտական ուրեմն մակարդակից բերել եմ եզրակացություններ եւ տրամադրել Երևանի քաղաքապետին, Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիայի նախկին նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհրդի անդամ, Քեմբրիջի համալսարանի Քավենդիշ լաբորատորիա, Ռուսաստանի Դաշնության ծառերի փորձագիտական կենտրոնի ղեկավարի կողմից, որը միակն է ԱՊՀ տարածքում եւ տասնյակ այսպիսի ուրեմն եզրակացություններ, մասնագետներ, փորձագետներ, որոնք որ ասում են, որ այն ինչ որ կատարվում է այսօր Երևանում, դա անդառնալի հետևանքներով հղի գործողություն է։ Քաղաքային իշխանությունը այդ ռիսկը չի տեսնում կամ չի լսում մասնագիտական խորհուրդները եւ իրենց ծրագիրն են առաջ տանում։ Փաստացի ոչ չի լսում, որովհետև ես ամբողջ փաթեթը փոխանցել եմ Երևանի քաղաքապետարանին եւ անձամբ եմ հանդիպում ունեցել Երևանի քաղաքապետի հետ եւ ինչպես տեսնում են շարունակվում են ծառերի հատման գործողությունները, սա միակ գործողությունն է, որ ուրեմն որպես էկոլոգիական ծրագիր իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։ Սա է, այն ինչ որ մենք տեսնում ենք, այսինքն տերևների այրման ուրեմն վտանգից ելնելով միգուցե որոշել են, որ ավելի լավ կլինի Երևանի փողոցներում չլինեն լայնասաղարթ խոշոր ծառեր, այլ լինեն այդ գնդիկ բոկոնիկները փոքրիկ, որոնք ունեն փոքրիկ սաղարթ եւ որոնց տերևային այդ տերևաթափի հարցերը լինելու են շատ ավելի փոքր ծավալի, քան թե այն ծառերը, որոնք որ մենք ունենք Երևանում եւ իրենք հատում են։ Որպես մասնագետ, ինչ ռիսկեր եք տեսնում օդի աղտոտվածության վերաբերյալ մարդկանց առողջության վրա, ինչ կնշեք։ Դա անմիջականորեն բնակչության առողջության վրա ռիսկերով ուրեմն հեղեղված ուրեմն բանա վիճակ է։ Առաջին հերթին ամենախոցելին դա մեր երեխաներն են, որովհետև երեխաների շնչառությունը ավելի հաճախ է եւ նաեւ դեռ ձևավորված չեն պաշտպանական մեխանիզմները սրանով պայմանավորված, ինչպես նաեւ տարեցները, այն մարդիկ նաեւ ովքեր ունեն շնչառական համակարգի հիվանդություններ, սրտանոթային համակարգի հիվանդություններ, ալերգիկ հիվանդություններ եւ այլն, բայց չի կարելի անտեսել նաեւ առողջ մարդկանց, որոնք մշտապես այս ռիսկի մեջ ապրելով եւ մոնիտորինգի կենտրոն վարչական շրջանի համար եւ Շենգավիթի համար մշտապես տալիս է 2-ից 4 անգամ եւ ավել գերազանցումներ սահմանային թույլատրելի խտության օդի աղտոտվածության մասով, այսինքն այս ամենը խոսում է նրա մասին, որ մարդիկ մշտապես այս ռիսկի մեջ ապրում են եւ ունեն կարճաժամկետ էֆեկտները եւ երկարաժամկետ, այսինքն կարճաժամկետ գլխացավեր, գլխապտույտներ, արցունքահոսություն, փռշտոց, հազ, մաշկի վրա որոշակի փոփոխություններ, ինչպես նաեւ երկարաժամկետ էֆեկտները արդեն քրոնիկական հիվանդությունների ձեռքբերում, ինչպես նաև չարակ նորագույացությունների զարգացում եւ այլն։ Այս ամենը կատակ չի եւ այն գործողությունները, որոնք որ իրականացնում է քաղաքապետարանը, նրանք պետք է ներդրումներ անեն կանաչապատման մեջ, որ բնակչության առողջությունը պաշտպանեն։ Մենք անում ենք ներդրումներ եւ վտանգում ենք մեր բնակչության առողջությունը։ Ինչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկեն համապատասխան մարմինները, թե քաղաքային, թե նաև առողջապահություն նախարարությունը։ Նախ միջև հիմա առողջապահության նախարարությունը որևիցե անգամ ծառահատումների այս լայնածավալ ծրագրի հետ կապված որևիցե ուրեմն արձագանք չի ունեցել։ Առաջին անգամ նախարարի արձագանքը տեսա Իոնիսյանի էջում, որ ծառերի տերևները այրելը դա վտանգավոր է առողջության համար, այսինքն հեռացնել փողոցներից ծառերը ավելի փոքր վտանգ ունի, չէ՞ որ ծառերը ամենալավ կառավարիչներն են շրջակա միջավայրի աղտոտման եւ միջազգային էկոնոմիկ ֆորումում հայտարարվեց, որ 1 ֆունտը, որը ներդրվում է կանաչապատման մեջ, պետությանը վերադարձնում է 7 ֆունտ, որը չի ծախսվում հանրային առողջության ուրեմն ծախսերի մեջ։
Այսինքն սա նաև տնտեսապես շատ արդյունավետ է։ Ինչա պետք անել, առաջին հերթին պետք է հայտարարել մոնիտորինգ, արգելել ծառահատումները բնակչության, առողջության ռիսկերից ելնելով։ Պետք է ավելացնել Երևան քաղաքում ջրային մակերեսները, որովհետև նրանք էլ ծառայում են ի օգուտ ուրեմն օդի աղտոտվածության ցուցանիշների բարելավման, շատրվաններն ավելացնել խորհրդային միության ժամանակ, այս ամենը հենց այնպես չի եղել։ Ամենը եղել է գիտական հիմունքների վրա, դրա համար էլ ունեցել ենք ուրեմն շատրվանների կանաչ շատրվանների քաղաք Երևան։ Պետք է միանշանակ սկսել լանջերի արագ կանաչապատման գործընթացները, որ ապահովել օդի ինքնամաքրման գործընթացները։ Պետք է կանոնակարգել շինարարությունը, որովհետև այստեղ բոլոր ռիսկերը, կառավարվող ռիսկեր են։ Պետք է կանոնակարգել նաև շինթույլտվությունների տրամադրման, ուրեմն ամբողջ այս գործընթացը, որտեղ ազատ տեղ կա, այդտեղ շենք են կառուցում, առանց հասկանալու ոնց են լինելու կաբիների հոսքերը ոնց պետք է լինեն, ինչպես պետք է օդափոխվի քաղաքը, չէ որ քաղաքից հանելով կանաչ ծածկույթը մենք ուղղակի ջրերը ջուր չունենք ջրային մակերեսներ, մենք ստեղծում ենք ջերմային կղզիների լավագույն ուրեմն տարբերակը, այսինքն քաղաքը անընդհատ տաքանալու է, ջերմաստիճանը քաղաքում բարձրանալու է, աղմուկի մակարդակը բարձրանալու է, աղտոտման մակարդակը բարձրանալու է, եւ մենք հակառակ սրան ոչինչ չենք անում։ Չի կարելի ասել, որ դուք փողոցների ամբողջ փոքր կենտրոնը մենք թողել ենք առանց լայնասաղար ծառերի եւ ասել, որ մենք դրա փոխարեն Ծիծեռնակաբերդում անտառ ենք սարքել։ Սա անհեթեթություն է, անտառը դուք սարքել եք, անտառը դառնալու եւ էկոծառայությունը մատուցելու դեռ 25-30 տարի հետո, բա ի՞նչ է լինելու այդ ընթացքում Երևան քաղաքում։ Մտածող կա, թե չկա ի վերջո այս հարցի շուրջ եւ անընդհատ պետք է ասել, որ մեր քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող փորձագետները մեզ ասում են, որ ամեն ինչը շատ ճիշտ է։ Դուրս եկեք այդ մակարդակից, նայեք միջազգային գիտությունը ինչ է ասում եւ ուղղակի տեսեք Երևանի օբյեկտիվ վիճակը։ Վերադառնալով Երևանի օդի աղտոտվածությանը, դուք էլ նշեցիք, որ չեք տեսնում քայլեր, որոնք պետք է քաղաքային իշխանությունները կատարեն, եւ եթե նայում ենք վիճակագրությունը, նախորդ տարիներին մայրաքաղաքի օդի աղտոտվածությունը կարմիր գիծ է անցել է, ինչու սա հաշվի չեն առնում եւ արդյոք փորձվում է մեղքը բարթել քաղաքացիների վրա, դե սաղարթը այրեցիք, թափած տերևը այրեցիք, ձմեռը օդը աղտոտեցիք։ Դե գիտեք, առհասարակ իշխանությունը պատասխանատվություն կրելու մասին է, այսինքն իրենց վրա պատասխանատվություն վերցնելու։ Հիմա մենք ունենք ուղիղ հակառակը։ Եթե սաստիկ ձուն եկավ, ուրեմն մեղավորը եղանակը։ Եթե ուժեղ հորդարատ անձրևը, մեղավորը անձրևը, այլ ոչ թե ջրատարները, որոնք պրակտիկորեն ամբողջությամբ խցանված են, չեն աշխատում։ Եթե օդը աղտոտված է, մեղավոր են տերևները, որոնք թափվեցին եւ բնակիչները, որոնք այդ տերևները այրեցին։ Այսինքն այս տպավորությունն է, որ մենք չունենք քաղաքային իշխանություն կամ քաղաքային իշխանությունը մենակ նրա համար է, որ միլիոնավոր դոլարներ ծախսի, 10 օր նոր տարի անի եւ երեխաներին ուրախացնի։ Հարգելիներս, դուք 365 օր թունավորում եք ձեր երեխաներին եւ այդ 10 օրվա վրա ծախսած միլիոնները միգուցե ծախսեք նպատակային եւ անեք այն գործողությունները, որոնք որ պետք են, որովհետեւ ձեր հիվանդը չարորակ նորագույացությունից մահանում է։ Դուք նրան առնում եք շատ գեղեցիկ զարդեր, որոնք մեծ հարց է, նա կրելու է առհասարակ, թե չի կրելու։ Եվ քաղաքային իշխանությունները ասացին, որ մշակվում է օդի աղտոտվածության նվազման քառամյա ծրագիրը, որը մինչև գարուն պետք էր պատրաստ լիներ։ Տեղյակ եք այս ծրագրից, ինչ մշակվեց, պատրաստ է, պատրաստ չի եւ ինչ է իրենից ներկայացնում։ Այո, տեղյակ եմ ծրագրից, բայց ծրագիրը կենաց հիշացնող ինչ որ մի բան է, որտեղ չկա որևիցե ուրեմն ժամկետներ, ինչ որ կոնկրետ նշումներ, այսինքն երբ ինչ պետք է արվի եւ ծրագիրը գրել են, ինչ է փոխվել Երևանում։ Ծառահատումները ոնց անում էին, այդպես շարունակում են, սխալ ծառատեսակներով փոխարինել, ինչպես անում են, այդպես շարունակում են։ Շինարարությունը նույն ձևով իրականանում է, եկեք քայլենք միասին, տեսեք, ինչ որ մի շենք նորմալ ձևով ծածկված է, ինչ որ միտեղ հղկման գործընթացը վակուումային խոնավեցնող սարքերով իրականացնում են, բաց ձևով 2 օր առաջ կառավարության շենքի դիմաց հղկում էին եզրաքարերը շինարարությունից հետո։ Այսինքն տասնյակ հարցեր, խցանումներ չկան, իհարկե կան, այսինքն որևիցե ձևով որ այս հարցերը լուծված լինեն, մենք ես համենայն դեպս որպես ավականու անդամ ոչ մի տեղաշարժ չեմ տեսնում դեպի դրական առայժմ։ Ինչ էր այդ օրենքում ըստ էության գրած այդ ծրագրում, ավելի ճիշտ։ Մասին ես ասում եմ, որ պետք է անել, այդ ամենը կա այդ ծրագրի մեջ։ Անում է իրագործել
Փաստորեն։ Մնում է իրագործեն, մնում է վերահսկեն, մնում է պտուգանեն, այնպես ինչպես հարկն է։ Եվ դա ոչ թե անեն ընտրողաբար ինչ որ ձևով եւ ուղղակի Facebook-ում տեղադրեն, որ իրանք այսպես գործողությունը արեցին, այլ անեն նենց, որ դա լինի իրական գործողություն եւ Երևանցին իր մաշկի վրա զգա, որ այո, փոփոխություններ տեղի են ունեցել։ Ինչքան էլ մենք խոսենք, որ տրանսպորտային բարեփոխումները շատ լավ են, մենք մշտադիտարկում ենք իրականացնում վերջի հավաքանու նիստին մեզ ասեց պատասխանատու փոխքաղաքապետը, որ խցանումները նվազել են, չէ՞ որ Երևանցին իր մաշկի վրա զգում է, նվազել են, թե չեն նվազել։ Ինքը օգտվում է այդ տրանսպորտից, ինքը հասկանում է տրանսպորտը բարեփոխվել է, թե չի բարեփոխվել։ Ինքը մտնում է մետրո եւ նորմալ մետրոյի ծառայությունից չի կարողանում օգնի։ Չէ՞ որ ինքը զգում է, որ ինքը մնաց կայարանում, հոսանքի տատանում եղավ, տասնյակ այլ հարցեր եղան։ Ես հիշում եմ 90-ական թվականներին, երբ որ մենք ճգնաժամի մեջ էին գտնվում, որևիցե օր չի եղել, որ մետրոն ինչ որ խափանում ունենա եւ մարդիկ մնան թունելի մեջ եւ չկարողանան այդտեղից տեղաշարժվել։ Սա այնա ինչի հետ մենք ինքներս բախվում ենք կանգառներում, կանգառասրահներ չկան, Երևանցին անձրևի տակ, Երևանցին արևի տակ, որովհետեւ ծառերն էլ եք հատել, ժամերով սպասում է տրանսպորտին։ Այսինքն այս ամենը մենք ամեն օր սրա հետ առերեսվում ենք, երբ որ փոփոխություն կլինի, Երևանցին առաջինը կասի շնորհակալություն ապրեք եւ մենք էլ ենք ուզում, որ Երևանում լավ բաներ տեղի ունենան եւ մենք դրա մասին խոսենք։ Հասկանում եք, փոքր լավ բաներ եւս իհարկե տեղի են ունենում։ Օրինակ հիմա կենտրոնում այդ տաղավարները հանում են, փողոցները ազատում են, դա բերում է դրականի միանշանակ, բայց հետը միասին գլոբալ այնպիսի բացասական բաներ են տեղի ունենում, որ դու չես կարողանում գրես այդ լավի մասին, որովհետեւ ահավոր է այն ինչ որ այն ծավալը վնասի, որը որ պատճառվում է Երևանցու առողջությանը, կյանքի որակին եւ կյանքի տևողությանը։